Սրտի տանիքներով Մուսա Production Մանկության այդ ամենավառ հիշողությունը որն է, որ ժապավենի պես դա մեկը մտքիդ մեջ կա։ Այն ժամանակ սենց փողոցում երեխաները միշտ խաղում էին ու ես առավոտից երեկո խաղում էի, ուզում եմ ասեմ այդ ամեն ինչը իմ մեջ կա, այսինքն մի փոքր հատված չի, դա մի մեծ սենց ընթացք է։ Օրինակ դու քո արտաքինով, քո մազերով այնքան տարբերվող ես, դա դերասանու համար շշմելու է, բայց փոքր ժամանակ, երբ որ դու շատ տարբերվող ես լինում, երեխաները մեկ-մեկ սկսում են իրար ինչ-որ կծել, նեղացնել, չգիտեմ, բուլինգ անել, երբևէ այդ զգացել ես։ Մի բան ասեմ, չէ, երևի իսկապես որ մեր սերունդի երեխաները ինձ թվում է այդպիսի բան չունեին, հա, որովհետև ես դա չեմ զգաց, այսինքն ինչ որ դա ինձ համար առավելություն չի եղել այդ տարիքային շրջանում, հետո հա մազերս միշտ բոլորը շատ են սիրել, բայց չգիտեմ, ուրիշի կողմից դա ինչպես նախանց չեմ զգացել եմ, որ սենց շատ հավանել են, հա, հիացել են, ու ես շնորհակալ եմ եղել, ուզում եմ ասեմ, չեմ զգացել այդպես բան, գուցե եղել է, բայց ես իսկապես չեմ զգացել։ Գիտես, ինձ հետաքրքիր է, ես մամայիս հետ էի զրուցում, իրենց հարցնում էի, որտեվ ինձ թվում էր ես համենայն դեպս հիշում որ դպրոցական տարիներին ես ունեի արտաքինիս հանդեպ այդ անլիարժեքության կոմպլեքս ունեի, բայց հետո ուզում էի անդադ բռնեի ինձ թե որտեղ էր, որ պահներ, որ դա ինձ մոտ հաղթահարվեց, ու ես հիշում եմ որ դա արդեն ինստիտուտում ես սկսեցի ինձ սիրել, իսկ իրականում ինձ շատ ավելի ինքս ինձ գտած զգացի 30-ից հետո։ Ինձ հետաքրքիր է, հա։ Իսկ քեզ մոտ այդ տրանսֆորմացիոն շրջանները եղել է։ Ճիշտ ասած, այդ դպրոցական տարիքում մի տեսակ այդ արտաքին, չգիտեմ, որ ես սիրում եմ երգել, պարել, մի տեսակ այդ արտաքինի շուրջ չէի մտածում, էլի։ Անկեղծ եմ ասում, անգամ ես հիշում եմ, որ 10-րդ դասարանն էի ու սենց բեղիկները դեռ կա։ Մեր դպրոցում չէին թույլատրում, մինչև 10 ավարտես, ու հիշում եմ, որ 10-րդ դասարան ավարտեցինք, այն ժամանակ սենց շատ բարակ ունքերներ չէ մոտակեր, ու ես սպասում էի, որ ավարտեի, որ այ տենց բարակ, սենց Էդիթ Պիաֆի նման ունքեր անեի, հա, այդ ժամանակ ինստիտուտի տարիներին օրինակ շատ սենց չաղ էի, սենց չաղլիկ էի, չէ, լավ էլ չաղ էի, ինձ ուզում էի մի քիչ նրբացնել, բայց հիշեցի, որ չէ, ու դա էլ ինձ չէր խանգարում, չգիտեմ, բայց դու հիմա ֆիքսված ես քո մարմնի վրա, այն առումով եմ ասում, այսինքն ես անդադ նայում եմ, դու գնում ես մարզումների։ Դե սիրում եմ, հա, անընդհատ օրինակ մենք լինում ենք իվենթի, բոլորս ուտում ենք ինչ որ համեղ, այն ինչ որ չի կարելի երբեմն ուտել, հաճախակի, բայց դա մենք ուտում ենք, իսկ դու եկել ես վերջի իվենթին քո գրեչկայով, թե քո ինչով։ Ճիշտ է։ Քո տխած բլիցներով։ Այսինքն դու հետևում ես։ Գիտես, այդ եղավ այն ժամանակ, երբ որ արդեն ինստիտուտում ենք, այն որ արդեն ինչ-որ տղաների ես հավանում, երևի այդ ժամանակ, այդ քան տարեկան ես լինում, 20 քանիս, հա, բայց մինչև այդ մի տեսակ այնքան մեկ չէր, համահունչ էր այդ մտքերիս հետ, այդ ժամանակաշրջանի, երևի այդ ժամանակ մի քիչ արդեն սկսեցի բան այդ սիրուն հագնվել, ինչ որ հետևել։ Իսկ որ ասում են առաջի սերը անմոռացա լինում, համաձայն ես, թե միևնույն է մարդ ամեն անգամ կարող է նորից ու նորից սիրել։ Նույն խորությունը։ Նույն խորությունը չի, բայց ես համաձայն չեմ, որ առաջի սերը ուրիշ է լինում այդ մտքի հետ, ոնց որ դա սենց ասվել է ու մնացել է մարդկանց մեջ, որ հա, դա այդպես պիտի լինի։ Ուղղակի այդ էմոցիաները, հա, դու առաջին անգամ ես ապրում ու տպվում է զուտ դա, ես տենց եմ կարծում, որ ինչ-որ մեկին առաջին անգամ հավանել ես, բայց դա ինչ է, հիմա ինչ պիտի արվի, պետք է հանդիպեմ, վայ ինչ-որ այդ ամեն ինչը երևի դրանց է, ոնց որ մի հատ ինչ-որ համ, որ մրգի ուտում ես, դու դա առաջին անգամ հիշում ես, չէ, որ այդ առաջին համը, հետո որ ուտում ես ինքը ավելի համով է լինում, սենց արդեն գույնն ես նայում, արդեն մի քիչ գիտակցաբար ես մոտենում, հա, մրգի չեմ համետ մատում, ուղղակի այդ զգացողությունը։ Այդ առաջի սերն է, մի տեսակ հավես է, ոնց որ նոր բան է քեզ համար լինում, սենց առաջին անգամ ես այդ սիրտդ որ սենց թրթռում է դողա տալիս, ուզում ես տեսնես, գիշերը չես քնում։ Ինքնա ոչնչացման աստիճանի սիրել ես։ Հա։
մոխրանալու աստիճան։ Իսկ այդպես մեկ անգամ ես սիրել։ Չէ, Երբ որ տենց ցավագին սիրում ես, քեզ մոտ ինքնապաշտպանողական ինչ-որ մի բան չի սկսվում, որ այլ չես ուզում այդպես սիրես, որպեսզի այդ նույն դժոխքի ճանապարհով չանցնես։ Այնքան հետաքրքիր է քնարիկ, ես դա չեմ ունեցել։ Դա իմ շրջապատում իմ ընկերուհիները, իմ ընկերները ունեցել են, որ ինչ որ տենց տառապալի դեպք ա եղել, հա, այդ անձնական կյանքում ու ասեն ոչ բոլորը նույնն են, բայց ես միշտ զգացել եմ, որ բոլոր մարդիկ նույնը չեն։ Այսինքն ես չեմ կարող չսիրեմ։ Ես որ այդպես ինչ որ բան ա եղել, հա, շատ երկար տարիներ ա դա, այսինքն վերականգնվելս մի քիչ շատ երկար ա տվել, բայց այս տարիքում դա այդպես չի լինում, դա մի քիչ ավելի երիտասարդ ժամանակ։ Չէ, ես մտածել եմ ինքն էր այս մարդը, բայց ուրիշ մարդու մեջ կան տարբեր որակներ ունեն մարդիկ, հա, ու դա ինձ մոտ այդ տպավորությունը չթողե, որ եթե ինձ հետ այսպես վարվեց այս մարդը, բոլորը նույնն են, բոլորը նույնն չեն, չի եղել այդպես բան։ Իսկ սիրելով հեռացել ես։ Հա, դա ամենավատ բանն է, որ դիմացինն էլ է քեզ սիրում։ Դու էլ ես իրան շատ սիրում, բայց ես միշտ ասում եի, որ մարդիկ իրար սիրում են, անհնարաբաժանվեն, տենց բան չի լինում աշխարհից, բայց տենց մտածում ես, բայց որ գալիս է ինչ հանգամանքների բերումով իսկապես նենց հա դասավորվում, որ բաժանվում եք ու դա ամենադաժանն է, որովհետև ասենց ոչ մի վեճ չի լինում, ասենց շատ բարի բաժանվում եք, դա ամենասարսափելին է, որովհետև որ ինչ որ վիճում ես, ման պաշտպանվում ես ու դու քեզ ասում ես, որ ես իրեն չեմ ուզում տեսնել, բայց որ Իսկ այդ որ հանգամանքներ։ Երկրի, Երկրի, հա, որովհետև ես այդտեղ որտեղ պիտի ապրեի, ես չէի կարող, ինքն էլ էստեղ չէր կարող, ու ես իսկապես չէի կարող, որովհետև ես սիրում եմ Հայաստանը։ Ինչ որ տարիք կար, այնքան հետաքրքիր է, ես միշտ ուզում էի ուրիշ տեղ ապրել, հա, ասում էի, որ ինչի եմ ստեղ ծնվել, ինչի, բայց հետո հասկացա, որ ես ինչ լավ է, որ այստեղ եմ ծնվել, ես սիրում եմ, որովհետև ես կյանքը սիրում եմ իմ ընկերներին, ծնողների, դա ինձ հաճույք, շփումն է ինձ հաճույք պատճառում, եթե ես մի երկիր պետքա գնամ, որ հա երազել եմ ու այդտեղ թեկուզ եւ սիրած տղամարդու հետ ուղղակի ապրեմ, ինձ սիրած երկրում ես չեմ բավարարում, ես սիրում եմ բոլորի հետ շփվեմ, ես էներգիա եմ ստանում մարդկանց հետ շփվելուց ու առհասարակ իմ ընկերների որ տեսնում եմ իմ ընտանիքի, ես սիրում եմ։ Հետո հասկացա ինչ որ բաղ եկավ, որ ասում ես ինչ լավ է, որ չի ստացվել գնալս, որտեղ ես սիրում եմ այստեղ ապրել։ Իսկ աղացակ մնաք ընկերներ։ Հա, մինչև այսօր ստացվում է մնալ ընկերներ են մարդու հետ, որին որ սիրել ես։ Դե կախված է թե բաժանումը ինչպես է լինում։ Սկզբից չէր ստացվում, որովհետև սիրում ես, հետո սենց ամեն դեպքում հետևում ես սուտ կլինի, էլի։ Բայց հիմա ընկերներ ենք, այդ երիտասարդը արդեն ամուսնացել է, բայց որ ասեմ այդպես հաճախ ենք շփվում, չէ, բայց ծնունդներն ենք շտոնավորում նոր տարին եւ այլն։ Հա, կարևորը ափսոսանք չկա։ Չէ, մի բան ասեմ, ինքան հետաքրքիր է, որ այդ վաղ բաժանվում ես, մտածում ես, որ էլ չես կարող, այլ ուրիշ ինչ ես սիրի, դե տենց է, չէ, այդ պահին։ Բայց հետո հասկանում ես, որ ուրեմն դա քոնը չէր, Աստված շատ սիրուն հեռացրեց, ճիշտ էր։ Գիտես, ես այսպեսի մի խնդրանք եմ միշտ ուղարկում վերև, ասում Տեր ջան, խնդրում եմ, եթե դա իմը չի, առհասարակ հարաբերությունների մասին չի խոսքը, եթե դա իմը չի, խնդրում եմ այնպես արա, որ դա սրտիցս անցավ հեռանա։ Ու իսկապես, գիտես, Աստված գտնում է այդ ճանապարհը, ժամանակը, անգամ գտնում է մարդիկ, ովքեր որ այդ ընթացքում քեզ պիտի մի քիչ մի ուրիշ կողմի վրա տանեն, ցրեն, հա, այդ քո տրամադրը։ Անկեղծ ու այդպես է ստացվում է։ Հա, համաձայն եմ, ինձ մոտ էլ է այդպես, բայց այդ ցավոտի պահը մի քիչ ճիշտ ասած հիմա չգիտեմ մի քիչ ավելի, որովհետև սենց կարամ իմ կյանքը դիտարկեմ 40-ից առաջ եւ հետո, որովհետև տարբերությունը շատ մեծ է։ Այն ժամանակ այդ ցավով էր լինում, չէր լինում։ Յուրաքանչյուր բան կապ չունի, դա գործ լիներ, դա ինչ որ պրոյեկտ լիներ, դա ընկերուհի, ես սենց այդ
այդ ցավը լինում էր, հա, չէի կարող ինքս ինձ հասկանալ, գիտակցեի, բայց հիմա մի քիչ 40-ից հետո արդեն ուրիշ կերպ է սկսվել, չգիտեմ։ Ձեր արժե համակարգ դա չէ փոխվում։ Ինձ թվում է մարդ սկսում է իրան ավելի լավ ճանաչել ու ավելի շատ սիրել։ Ու իր զգացմունքներին, էմոցիաներին ավելի մեծ հոգատարությամբ է վերաբերվում։ Հա ու այդ հասկանալը ինչի դա տեղի ունեցավ ու վստահելը, չգիտեմ, ես միշտ Աստծուն հավատացել եմ, բայց ինձ թվում է չեմ վստահել, որովհետև որ ինքս եմ ուզեցել դա անեմ, հա, ինչ որ բան ա տեղի ունեցել, ես եմ խի պետքա սենց տեղի ունի, ախր ամեն ինչ շատ ճիշտ էր, հետո ես հասկացել եմ, որ պետք հավատալը քիչ է, Աստծուն ուղղակի պիտի վստահես ու ես հիմա վստահում եմ, այսինքն ինչ էլ տեղի ա ունենում, ես հասկանում եմ դա այդպես էր պետք։ Իսկ երբ որ շատ դեպրեսիվ ես լինում, ինչ ես անում, փակվում ես, կարողանում ես ընկերուհիների հետ կիսվել, կամ ինչ-որ մեկի հետ կիսվել, կամ մամայի հետ կիսվել, կամ գրում ես, կամ երգում ես, կամ չգիտեմ, ինչն է որ քեզ բուժում է։ Օրինակ ինձ քնելն է բուժում, ես ուզում եմ անիչարտնանամ։ Ուզում եմ այդ այնքան քնեմ, որ մի օր արթնանամ, այդ պահը անցած լինի կյանքիս մեջ։ Հա, չէ, ինձ օրինակ շատ օգնում երաժշտությունը ու երգելը, չէ, ոչ էլ բարելը, ոչ իմ բան, ես սիրում եմ լսել երաժշտություն ու լաց եմ լինում շատ։ Պետք է դատարկված։ Հա, սենց որ լաց եմ լինում, մի տեսակ հանգստանում եմ, հետո ինձ խոսում եմ, Աստծո հետ քննարկում եմ ու մեկ էլ գալիս է այդ ինչի տենց եղավ, այդ երևույթ, ու նես թեթևանում եմ, բայց իհարկե ընկերուհիներիս հետ էլ, հա, հնա միասին էլ մենք միշտ քննարկում ենք, չէ։ Միջայլից մենք բացամ գաղտնիք, մենք ունենք ընկերուհիների մի հատ շրջանակ, որ չգիտեմ, մենք ամենայն դեպս ամիսը 1, 2 ամիսը 1, լինում է ավելի հաճախ, լինում է ավելի, բայց բոլոր ուրբաթ օրերը հիմնականում ինչ որ մեկի տանն ենք հավաքում, ամենաշատը մեր մաշոկի տանը ու բոլորս հիմնականում տարբեր մասնագիտությունների մարդիկ են, ես ու դու նման ենք մասնագիտությունները, բայց ուզում ասել մտածելակերպի ամենակարևորը, բայց ինչքան ենք բայց մենք վերականգնել ենք այդ տանը հանդիպելու ջերմությունը, որովհետև սրճարանում ուրիշ է, բայց տանը լրիվ ուրիշ է։ Համամիտեմ, այդ շրջապատում ես կիսվում ու ես այնքան շնորհակալ եմ, որ ունեմ իրանց, որովհետև ոչինչ չես սպանում մեջդ, այսինքն հանգիստ կարողանում ես կիսվել են, թեկուզ ամենավատ բանը, որ դու արել ես, կարողանում ես ասել, ես տենց արեցի, հավատ արեցի ու մեջդ չես սպանում։ Օրինակ դու շատ ջերմ ես, այն երեխեքը, որ հետդ գալիս են նկարվում են, մեր երեխեքը, որ շատ եմ սիրում, շատ դու իրանց համ, Ազիզյանների աստղը իրանց ամենասիրելի, դու այնքան ջերմությամբ ես այդ ամեն ինչը իրանց գրկում, իրանց հետ նկարվում, իրանց հետ խաղում, այդ տրամադրության մեջ մտնում։ Ինձ թվում է դա նաև գալցնենց, երբ որ ես եկա ձեր տուն, իդեպ անենք սեփական տուն ունեն ու մենք շատ համով խորովածքեր են, այսինքն այդ բնության գրկում, այդ ջերմ, որտեղ մամատ այնքան համով էկլերներ էր սարքել հիշելով, հա, ու մամատ շատ ջերմ կին է։ Երբ որ այդ ջերմությունը, այդ հյուրասիրությունը կա տան, այդ բաց սրտաբացությունը կա, ինձ թվում է այդ միջավայրում մեծացած երեխեքը իրանք ջերմ են լինում։ Ինչ լավ բան ասեցիր, հա, կարծում եմ։ Այդ կոմպլեքս չգիտես, ասել որ գիտես ես սիրում եմ կամ գրկես, կամ էմոցիաները արտահայտես, որտեվ դու այդ միջավայրում ես մեծացել։ Ու դա ինձ թվում է շատ մամայից է գալիս։ Շատ, ես իմ մամային շատ եմ սիրում։ Ես էլ եմ քո մամային շատ սիրում, հա։ Շատ եմ սիրում, ես չգիտեմ, ինքը ինձ ոնց որ ես միշտ ասում եմ Աստծո կողմից տված իմ հրեշտակն է, որ ասում են ամեն մարդ իր հրեշտակը ունի, հա, որ պաշտպանում է իրեն։ Ես ասում եմ, որ իմ մաման է այդ հրեշտակը, որովհետև բոլոր մամաներն են հրեշտակներ, բայց իմ մոտեցումը մամայի, որ Աստված ուղարկել է իրեն, որ ես ծնվեմ ու ինքը ինձ պահապան լինի։ Գիտես շատերը ասում են, որ այն կյանքում միջև մեր լույս աշխարհ գալը երեխաներն են ընտրում, թե ովքեր պիտի լինեն իրենց մայրիկները։ Ու ես այս վերջերս մամայիս այդ լուսանկար տեղադրեցի ու գիտես մտածում եմ ինչ գրեմ ու հասկացա որ Աստված իմ ես ուզում եմ որ իմ բոլոր կյանքերում համաձայն եմ, ես էլ շատ կուզենայի։ Ու այ ջերմությունը գալիս ընտանիքից, բայց ինձ թվում է մի քիչ էլ լինում են, չէ՞, ընտանիքներ, որտես ջերմ են, բայց իրենց երեխաները տենց չեն, չգիտեմ։ Եվ դա հոգուց է։ Ամեն մարդու ուղղությունից
Ան ես կուզեմ մի քիչ պապայից խոսենք, որովհետեւ ոչ այնքան վաղուցա, որ ինքը չկա էլ։ Ոնց էր ձեր հարաբերությունները։ Ես իրան շատ եմ սիրում։ Ինքան հետաքրքիր է, որ ընթացքում դու մտածում ես, որ մարդիկ կզգան, որ դու իրեն շատ ես սիրում։ Ու երբեք դրա մասին չես ասում։ Ուղղակի գաս, ասես ես քեզ շատ եմ սիրում։ Իսկ անսպասելի էր իր հեռանալը, այսինքն ինքը հիվանդ էր, հիվանդ չէր։ Չէ, իմ papan հիվանդ չէր, մի տարվա, թերևս 9 ամսվա ընթացքում, հա, ասենց սկսեցին իհարել, մենք մտածեցինք, որ երևի ինչ-որ, չգիտեմ, բուժվող հիվանդություն է, այդ ստուգումները հասկացանք, որ քաղցկեղ է ու ամենակարևորը, որ մեր տանը մահացավ, այնքան լավ էր, որ ինքը գիտեր իր դիագնոզը։ Չէ, ինքը չգիտեր ու գիտեր ստամոքսի հետ կապված ինչ-որ խնդիր ունի ու մամայի շատ էր հավատում, որ այդ հիվանդանոց որ գնում էին այդ դեղերը ընդունելու, ինքը չէր էլ հարցնում ինչ են, վստահում էր, մաման ասում էր, այս դեղերը պետք է ընդունեն, գնանք տուն, բան, ու լավ էր, ու այնքան թեթև էր, որ չգիտեր։ Ու հենց մեր տանը մահացավ ու լավ էր, որ մենք իր կողքն էինք։ Սիրով ու ջերմությամբ։ Ան իսկ մամային դժվար էր այդ ընթացքում խաղալը։ Խաղալը որտեվ հա իհարկե, որովհետև տենց ամբողջ օրը ուրախ այդ էմոցիաները բան, բայց ինքն էլ տխրում, հետո առանցին լաց էր լինում։ Հա, բայց ես չէի խանգարում, որովհետև պիտի լացես, որ մեջից դուրս գա։ Հա, իհարկե դժվար էր։ Ես միշտ ասել եմ Աստված ոչ անի, որ այդպիսի բան է լինում մամաների համար եւ հակառակը ամենադժվարն է, որովհետեւ որ մտածում ես այդ մարդիկ այդքան իրար հետ ապրել են, ամենահարազատ մարդիկ են աշխարհում։ Դու կամերային թատրոնում էիր երկար տարիներ ու ինձ համար ամենավառ դեմքերից մեկը կամերային թատրոնի։ Ես շոկ ապրեցի, երբ որ իմացա դու թատրոնից դուրս ես եկել ու իմ համար դա շատ ցավալի էր։ Ասեմ ինչի, որտեվ ես էլ տենց օրինակ Մհեր Մկրտչյան թատրոնում եմ ու գիտես ունեցել եմ եւ շատ երջանիկ օրեր իմ շատ սիրելի Ալբերտ Մուշեղիչի հետ ունեցել եմ շատ ծանր օրեր, բայց գիտես իրան վերաբերվել եմ իմ տան նման պրինցիպիալ, անգամ երբ որ սենց ուզեցել են ինձ իմ տանից դուրս անել համար, բայց ես իսկապես քո մեջ դա որպես շատ մեծ ուժ գնահատեցի, որտեվ մենք սիրում ենք ստաբիլությունը։ Ես միշտ այդ ստաբիլությունը սիրում եմ, գիտես, որտեվ դա մի հատ հիմնական ինչ-որ ապահով բան է ստեղծում, անգամ եթե շատ անկեղծ ասեմ, թեկուզ այդ ամսական աշխատավարձը, որ դու գիտես, որը շատ չնչին է, բայց դու գիտես, որ քո քարտին միևնույն է դա նստելու է։ Ոնց ընդունեցիր այդ որոշումը։ Մի տեսակ ես հագեցա այդտեղից, հա, ես ասենց պատահական, այսինքն ես զգացի, որ ես 15 տարի աշխատել եմ կամերային թատրոնում ու շնորհակալ եմ իմ Արա Երնջակյանից, ես իրեն շատ եմ սիրում, շատ։ Ինչեւ հիմա ես գնում եմ թատրոն, սուրճ ենք խմում, զրուցում ենք, հա։ Ես միշտ ասել եմ, որ թատրոնը մի տեսակ ջերմ տեղ է եղել իմ համար, հա, բայց ոչ տուն, իմ տունը իմ տունն է։ Ես չգիտեմ, կարող է միշտ ասում են, այս ինչ տեղը ինձ տան նման է, այսինքն այդ ջերմությունը կա, տան նման, այո, իսկապես տան նման է, բայց իմ տունը չի, իմ տունն է, հա։ Ու ես բոլոր պիեսներում խաղացի, բախտս բերեց Արա Երնջակյանի բոլոր պիեսներում խաղացել եմ համարյա, շատ քիչ, մի օր հաշվում էինք միասին, ու այնքան շնորհակալ եմ, որովհետև այդ
ինքան լավ պիեսներ ունի Արա Երնջակյանը ու սենց որ խաղում չես կշտանում ու այնքան արդիական է ու շատ վաղուց է գրել բայց այս ժամանակի ընթացքում սենց ընթացիկ այդ պիեսները հա բեմադրվում է ու չի զիջում այսինքն այդ տարիներին որ գրվել է հա ինչ որ չգիտեմ ինչ կախարդական ոճով է գրում որ ինքը միշտ համահունչ է այս թվականին ու ես խաղացի, ոնց որ բավարարվեցի այդ ամեն ինչով։ Բեմը չես կարետում, որպես դերասանուհի։ Չնայած այս վերջերս դուք վերականգնել էիք Ազիզյանները ու որպես ներկայացում խաղում էիր։ Բեմը մի տեսակ, որ ասեմ կարոտում եմ, չեմ կարոտում, ինչի համար չէ, որովհետև ես միշտ բեմում երգում եմ, հա, բայց ներկայացումներ, հա, ոչ թե կարոտում եմ հինը, ինչ էլ որ խաղացել եմ, ուզում եմ նորը, հա։ Ես ուզում եմ ասել, որ դու ինձ համար ֆանտաստիկ մյուզիկլային դերասանուհի եղել ես։ Մերսի շատ։ Անկեղծ եմ ասում, ես քեզ այնքան եմ ափսոսում, որ մենք չունենք հիմա այն մյուզիկլները, այն մասշտաբային գործերը, որտեղ որ դու լինես, որովհետև դու Sunset Boulevard-ում ես, ճիշտ եմ ասում, ու փայլուն էիր այնտեղ, ու ես հրապարակում ինձ ուզում եմ հիշեցնես ինչի բացումներ որտեղ մանկական Եվրատեսիլի հա 22 թիվներ գժվելու էիր։ Մերսի, շատ ես լեի ուրախացել, որովհետև այդ մասշտաբի մեջ երգես, պարես, կենթանի, ինչով է խաղաս, անկեղծ եմ ասում։ Դու ինձ համար ես միշտ որ նայում եմ, ասում այ շշմելու անին ու ես շատ եմ ափսոսում որ մենք իսկապես այդ մասշտաբային մյուզիկլները մեզ մոտ այսօր չի արվում հուսամ որ կարվի հա ես էլ շատ եմ սիրում շատ կզնա իսկապես որտեվ ամեն մեկ այսօր դերասանուհի է բայց մյուզիկլի դերասանուհի լինելը դա լրիվ ուրիշ վարպետություն է պահանջում դա ուրիշ պլաստիկա է ուրիշ ձայնային տվյալներ է դու պետք է այդքան կարողանաս երգես պարես խաղաս շունչը թերիքի այդ ամեն ինչը պետք է դու ուղակի կարողանաս Մենք ունենք հրաշալի ընկեր, սրտի տանիքներով ընկերը Արմյո բանկն է, իր վիզա պլատինիում քարտով եւ ասեմ, որ այս քարտը քեզ այնքան պետքական է լինելու, այնքան լավ ընկեր օգնական է լինելու, բայց մինչ այս քարտը քեզ վիզա պլատինիում քարտը հանձնելը, ես ուզում եմ քեզ տալ ընկերության մասին 3 հարց։ Քո ընկերը քեզ համար դա ակտիվ երաժշտություն է, թե մեղմ սրտիդ լարերին դիպչող երաժշտություն։ Մեղմ Եվ ընկերոջդ հետ լռելը քեզ համար կարևոր է։ Ոայ շատ։ Իսկ կարևոր է որպեսզի ընկերդ քեզ ավելի շատ լսի, թե քեզ հետ խոսի։ Տարբեր իրավիճակներում երկուսն էլ։ Ես հիմա ուզում եմ այս Ամյո բանկի վիզա պլատինիում քարտը քեզ փոխանցեմ եւ ասեմ, քանի որ դու ունես այս քարտը, ուրեմն գնացիր օդանավական, չէ՞, ճամպրուկներդ անվճար փաթեթավորում են։ Հետո այն գրանցման հերթերին չես սպասում անի։ Հետո բիզնես սրահում հյուրասիրվում ես ու սթորիներ ես անում, որտեվ դու ունես մուտք դեպի բիզնես սրահ, որտեվ ունես այս քարտը։ Հետո ասենք գնացիր արտասահման, վարձեցիք ընկերուհիներով մեքենա, չէ՞, շրջագայելու համար։ Վարձում ես 30% զեղչով եւ եթե Աստված մի արած թե այդ մեքենան փչանում է ճանապարհին, անվճար գալիս են վերանորոգում են։ Անկե ամենայն ազնվությամբ։ Չէ, ուրեմն գնալա պետք, բայց թող մեքենան չփչանա։ Շնորհակալ եմ շատ։ Դու օրինակ կարողանում ես կառավարես թե քո քարտին ինչքան գումար ունես։ Չէ։ Չեմ հաշվում։ Ավելի սիրում ես հենց կանխիկով վճարել թե քարտով։ Ճիշտն ասած կանխիկով։ Սիրում եմ կանխիկ, հա, մի տեսակ այդ գումարը ոչ թե գումարի է տանը, բայց ինքը ոնց որ Իսկ դու նկատել ես, որ հիմա ասում են գումարը էներգիա ունի, օրինակ ընկերուհիս ինձ խորհուրդ տվեց, որ ես դրամապանակիս մեջ կանխիկ դրամ պահեմ կամ գումար հավաքեմ պահեմ ու երեկոյան, ամեն երեկո չէ, բայց հաճախ այդ հաշվեմ։ Հաշվում ես 100, 200, 300, 400 կամ 500 ասում եմ, երբ որ դու այդ դրամը հաշվում ես, ինքը գալիս է ու սիրում է, երբ որ դու իրան սիրում ես։ Ես դա կունեմ։ Խնդրում եմ արա։ Այսօր կհաշվեմ։ Իսկ սիրում ես ինչի վրա օրինակ դրամը ծախսել, դու շոփինգի սիրահար ես։ Չէ։ Չէ։ Չէ, սիրահար չեմ, բայց օրինակ սիրում եմ։ Ինչ բան որ դուրս գալիս է կգնամ, սենց կգնեմ, հագուստ կամ ինչ-որ Բայց որ ասեմ ես սիրում եմ այդ շոփինգը, չէ, ես ավելի շատ կծախսեմ, ծախսում եմ
ինչ որ հանգստանալու համար, ճանապարհության ծով գնալու համար, հա, ես սիրում եմ, որ ես այդքան sense այդ հագուստից բան չեմ, ինձ համար օրինակ եթե ես ինչ որ պիտի բավականին մեծ գումար տամ, որ այդ հագուստը գնեմ, հա, եւ տարբերակ կա կամ են կամ գնալը, ընտրում եմ գնալը, բայց եթե երկուսն է կա, երկուսն է։ Իսկ քեզ համար կոմֆորտը հանգստի ժամանակ կարևոր է։ Այսինքն լավ հյուրանոցը, լավ սնունդը, թե դու, ասենք, մարդկա վրանում էլ ասի։ Օրինակ իմ ամուսին սիրում է վրան սարեր, ինքը այդպես է հանգստանում։ Չէ, ես սիրում եմ լավ մաճակ։ Հա, ես գիտեմ, որ դու շատ ես սիրում։ Առհասարակ կոմֆորտ ես սիրում եմ իմ կյանքում յուրաքանչյուր ինչ որ յուրաքանչյուր բանի հետ կապված սիրում եմ, բայց օրինակ եթե ինչ որ բնության մեջ եմ սիրում, ավելի շատ սիրում եմ հողը, ոտքես հողի մեջն է, այսինքն այդ վրանների մեջ եմ շատ սիրում, ուղղակի մաքուր լինի, ինչ տեղել ուզում ա լինի, այդտեղ կքնեմ։ Այ ձեր տան բակում դուք ունեք ծառեր, փոքր այգի, գիլաս էինք քաղում ձեր ծառից այգու։ Ինձ թվում է դա նաև գալիս է, երբ որ դու դրա մեջ ես ծնվել, մեծացել, չէ՞, դա շուրջը դա միշտ նկատել ես։ Ես մենակ այդ օրինակ հանգստանալուց սիրում եմ, որ մաքուր լինի ու սնունդի հետ կապված ես ամեն ինչ սիրում եմ փորձել, ուտել, հա, այդ ինչ որ պրետենզիաներ չունեմ, որ սա չեմ կարող, չէ, ինձ հետաքրքիր է ամեն ինչ փորձել, ուղղակի որ էլի թարմը լինի, էլի այդ խնդիրը։ Բնավորվեն։ Մենք ունենք մի հրաշալի գործընկեր, խոսքը Կտուր Կետեյեմի մասին է։ Ուրեմն, քանի որ դուք ունեք սեփական տուն, ես գիտեմ մարդիկ միշտ ունեք տանիքի հետ խնդիր ունեք, կաթում է ձեր տանիքը։ Չեմ հետաքրքրվել։ Մի հատ խնդրում եմ հետաքրքրվես, որտեվ Կտուր Կետեյեմը առաջարկում է, ասում է կամ եթե վերանորոգում են իրենք ձեր տանիքը կամ փոխարինում են տանիքը, իրենք նվեր են տալիս օթորակիչ, հիմա այդպիսի ակցիա ունեն։ Երբ որ այդ օթորակիչը նվեր է ստանում, բնականաբար էլ տան ջերմության մասին չես անհանգստանում, որտեվ շուտով ամառը, այսինքն տանը լինում է այն ջերմաստիճանը, որը որ դու ուզում ես։ Բայց երբ որ դու նաև տանիքդ ես փոխում, այսինքն դու խնայում ես, որովհետև ձմռանը էլ շատ գումար չես ծախսում, որովհետև ես այսօր կիմանամ, անպայման կասեմ, եթե չլինի կարող ինչ որ կազմակերպեմ, որ այդպես լինի։ 8-1-2 հիշես Կտուր Կետեյեմ։ Իրենք մեզ շատ են սիրում, կներկայանաս Անիլու պես սրտի տանիքներովից։ Հա, ես կհարցնեմ հեսա այսօր, տեսնեմ մեր կտուրները ինչ վիճակում են։ Ու հեշտ է, չէ՞, 8-1-2-8։ Նկատել եմ, դու շատ տղա ընկերներ ունես, ու հաճախ իրենք քո սթորիներում կան։ Դու ավելի սիրում ես ինչ որ տղաների հետ ընկերություն անել, քան աղջիկների հետ։ Չէ, երկուսն էլ սիրում եմ, եւ տղա ընկերներ ունեմ, շատ արդեն այնքան երկար ենք ընկերություն անում, որ ընկեր չեն, մի տեսակ տան անդամ են, հա, իրենք ասենց ոնց որ 25 տարի ընկերներ ունեն, որ 25 տարի է շփվում ենք, իրենք արդեն ամուսնացել են, բայց մենք միևնույն է էլի ընտանիքներով շփվում ենք, ընկերուհիներս էլ են շատ լավը, չէ, նախանձի տենց չի եղել, ես զգում եմ այդ նախանձը, հա, ու ես պատես կառուց։ Չէ, ես օրինակ շատ անկեղծ ու հեռացնում եմ այդ մարդուն, բայց սենց բացատրելով, հա, բայց մարդիկ կան օրինակ, որ այն մարդիկ, ովքեր իմ շուրջն են, այսինքն այդ նախանձը չկա։ Չի կարա, որ սենց երկար տարիներ շփվում ենք, մեկ էլ ասեմ այդ շփման այդ սկզբնական շրջանում դու զգում ես, ոնց որ քո էներգիային համարժեք ինչ որ ընկերներս դու գտնում, հա, քո արժեքային համակարգին համապատասխանող ընկերներս դու գտնում, լինում է դա, որ ինչ որ տարիք է լինում, որ քո արժեքային համակարգն էլ գուցե ցածր է ու այդ էներգիան ու դու ընտրում ես այդ էներգիայով մարդ, հետո ինչ որ արդեն քոնը բարձրանում է, դու էլ ոչ դիմացնվատնա դառնում, դու շփումը մի քիչ դադարեցնում ես, որովհետև ինքն էլ է հեռանում, այսինքն մենակ քո կողմից չի լինում։ Այդ ընկերն էլ է ինքն իրան հեռանում, հա։ Ժամանակը, գիտես, մենք էլ ենք ֆիլտրում, բայց ժամանակն էլ է ֆիլտրում, ու ինձ թվում է Աստված երբեմն նաև մարդկանց միջոցով է մեզ հետ գործում ու տարբեր էտապներում մեր կողքին տարբեր մարդկանց է բերում։ Հա։ Իսկ մայրանալու մասին մտածել ես։ Մտածել
Օրինակ, կուզես, որ ես որոշում եմ, որ երեխա պիտի ունենամ։ Օրինակ, իմ ընկերուհի Գոհարը, ասում է, ես պետք է 33-ից հետո, եթե ես չամուսնացած, ասում եմ, ես երեխա եմ ունենալու։ Ասում եմ, բայց ինչ ես դու քեզ տան ծրագիր տալիս, նենց էի ներվային անում, բայց ինքը հաստատ դա որոշել էր։ Ու մարդիկ կան, որ որոշում են, որ կապ չունի, ես կամուսնանամ, չեմ ամուսնանամ, բայց ես պիտի երեխա ունենամ։ Այսինքն երեխա ունենալը քեզ համար երջանկության, կնոջ երջանկության այն ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Կարծում եմ ամենակարևոր չէ, բայց կարևոր։ Իհարկե։ Որտեւ Ու ես- ինքդ այնքան երեխաներին սիրում ես, Հա, քեզ էլ ես շատ եմ երեխաներն են, սիրում։ երեխաները քեզ շատ են սիրում։ Ուղղակի դա ուզենալը քիչ է, հա, ուզենալը ես միշտ ուզում եմ, որովհետև երբ որ փոքր էի, միշտ ինձ ասում եմ մեծանաս տենց են, չէ, հարցը տալի, ինչ ես դառնալու, ճիշտ է։ Հա։ Ու ես ասում եմ, ես մամա եմ Ա։ դառնալ։ Հա, ես շատ եմ սիրում երեխաներ, շատ եմ ուզում երեխա ունենալ, բայց դա որ ասում են քո ուզելով չի, մենակ, հա, դա Աստծո կամքով կլինի։ Իսկ երբեմն խոսում ես, որ ասում ես, Աստված ջան, ինձ մի հատ նշան կտաս, դա կապ չունի, կարող է շատ կենցաղային պայմաններում, օրինակի համար դրամդ վերջացել, հա, ու դու չգիտես, Հա։ չգիտեմ, ինչ կարևոր վճարում ունես անելու, դու չգիտես որտեղից ես այդ գումարը գտնելու վճարես։ Մեկ էլ մի հատ անսպասելի տեղից ինքը քեզ նվերի պես այդ գումարը տալիս է։ Դու տենց դիալոգներ ունենում ես։ Հա, իհարկե, ես դա միշտ եմ ունեցել ու անգամ եթե այդ դեպքում զրուցում ես ու չի տրվում, ուրեմն այդպես է ճիշտ է։ Ես եթե ինչ որ բան զրուցում ես ու տեսնում ես որ չէ, այսինքն դրա ժամանակը չի ու կամ ինչ որ այդտեղ ինչ որ դաս ունես սովորելու, պետքա դա անես, դա հիմա քեզ չի տրվելու, որովհետև դու դեռ դրան արժանի չես, չես ասել դրան, պատրաստ չես, հա, բայց հա ունեմ, իհարկե մենք միշտ զրուցում ենք ու այդ հրաշքները ես միշտ հավատացել եմ, ու որովհետև գիտեք, սխ եմ հավատացել, այն մի քիչ անգիտակից տարիքում ասում եմ, ոնց ասենց լինում, միշտ իմ հետ փոքրուց ինչ որ հրաշքներ տեղի ունենում, անգամ այդ շոշափելի բաներ էլի, որ բաներ կա պատմում ես, մտածում ես կարող է չպատմում ես, ինչ որ չեն հասկանա, Բայց կներես օրինակ նույն Sunset Boulevard-ի համար անթիվ դերասանուհիներ գնացել էին կաստինգի։ Ես ինքս որ իմանայի կգայի, բայց հնարավոր է չանցնեի։ պիտի գա։ Հավանականությունը մեծ էր որ չանցնեի, բայց դա կարևորը չի։ Ուզում եմ ասել, դա էլ է բախտի բան, որ չէ որ դու անցար, դու այդքանից ընտրում են քեզ։ Դա հաջողություն է։ Անկեղծ իմ բնույթով ես շնորհակալ մարդ եմ, հա, ու ես այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ չգիտեմ, տեսակը ես լինում եմ այնտեղ, որտեղ որ պետք է եւ որտեղ որ իսկապես իմ սիրտը ուզում է, այսինքն ցենց ինչ որ հակասակ իրար ինչ որ տեղեր, որ իմ սրտով չի լինում, բայց այդ շրջանում պարտավոր եմ լինել, ցենց բաներ չի լինում։ Այ որ ասացիր, չեմ սիրում գնալ տեղեր, որտեղ պարտավոր եմ։ Մենք տարիքի հետ ենք ինձ թվում է սովորում ասել ոչ։ Այսինքն, երբ որ ինչ որ մի բան մեզ ճնշում է, կամ մենք մեզ ստիպելով, մեր անձը նեղելով պիտի դա անենք, մենք սովորում ենք կամած ասել ոչ, կամ էլ մարդիկ կան դեռ չեն սովորում, դեռ չեն սովորել։ Հիմա դու սովորել ես ասել ոչ։ Եթե դա քեզ կոմֆորտ չի, դա քեզ նեղություն է պատճառում։ Չնայած մամաս գիտես միշտ մեկ-մեկ շատ խիստ տոնებს մակնարիք, եթե դու քեզ նեղություն չտաս, դիմացինիդ լավություն չես անի։ Մին քիչ էդի սովորել չի, հա, էդի ճիշտ ասեցիր, ինչ որ դա չես կարա նստես սովորես, որ ասես ոչ, որովհետև երբ որ ասում ես ոչ եւ ինքնազգացողությունդ վատ է, այսինքն դու չես ասել ոչ։ Դու ուղղակի ինքդ քեզ այդ ոչը որ ասում ես, պիտի նաեւ խղճի հանդեպ խաղաղ լինես։ Երբ որ արդեն խաղաղ ես լինում, զգում ես, որ այո, դու հաշվի ես առնում, որ քո ոչով դու չես վնասում դիմացինին, քո կարողությունների չափով դու դիմացինին եւ օգնում ես եւ կարեկցում ես, հա, բայց ոչ այնքան որ դու քեզ վնասես, որովհետեւ դու էլ Աստված քեզ նույն չափով սիրում է, հա, ու դու այդ ոչը շատ հանգիստ ես ասում, օրինակ ես ասում եմ այն ժամանակ, երբ որ ընկալում եմ եւ հասկանում եմ ու զգում եմ, որ ոչ մեկին ինչ որ տառապանք չեմ պատճառում։ Ուղղակի դա քմահաճույք չի, դիմացինի քմահաճույք չի կամ ինքը տենց է ուզում, օրինակ այդ էգոն չի, հա։ Ես իսկապես ասում եմ, չէ, երբ որ ինձ հարմար չի, ասում եմ, չէ։
բայց լինում են դեպքեր, որ անում եմ, ասում եմ, չէ, դե պետքա չէ չասել, բայց հետո զգում եմ, որ չէ, պիտի ասել։ Այսինքն այն միտքդ, որ սենց մարմինդ ամեն ինչ սենց գալիս է դրան, որ դու ասում ես չէ, ու խիղճդ հանգիստ է լինում։ Մյուս անգամ խարույկ կվառանք այստեղ, բայց այս դրախտային տանիքը իսկապես ֆանտաստիկ է, չէ։ Նոր մենք կադրից դուրս էլ մինչ հաղորդում իրար հետ հիանում էինք, դու սթորիներ էիր քեզ նկարում։ Սա CBS-ի բացառիկ տանիքն է ու այսպիսի սմարտ տանիք Հայաստանում չկա։ Իսկապես շատ ինձ թվաց դրախտում եմ ես, որ բարձրացա շատ սիրուն է։ Ու հիմա այս տանիքում գինի վայելելը ինձ թվում է մեկ այլ հաճույք է լինելու ու ֆրունզիկ ենք խմելու, այստեղ դնեմ, ինձ թվում է կմնա, չի ընկնի։ Չէ։ Ուրա, ստացվեց։ Երազանքդ պահել ես։ Այո։ Մի հատ համտեսիր մեր ֆրունզիկը կարմիր։ Ու մազերս որթով։ Ես շատ եմ սիրում։ Հա, լավն է։ Համով է։ Սպիտակն էլ ձեր տանը կփորձենք։ Խնդրում եմ ասա ստաբիլություն թե ազատություն։ Ստաբիլ ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Ասում որ հանդիպես ինչ կասես։ Կգրկեմ, ոչի չեմ ասի։ Ես քեզ շատ սիրում եմ։ Ուզում եմ որպեսզի այն պահած բոլոր երազանքները, որ այստեղ պահեցիր, ես էլ քեզ համար պահեցի, անպայման կատարածվեն։ Ու դու շատ անկեղծ ու շատ մաքուր մեծ սրտով մարդ ես, շատ տաղանդավոր մարդ ես, ինձ համար անչափ սիրելի։ Ու շնորհակալ եմ, որ եկար տանիք ու մենք սենց անկեղծ զրույց ունեցանք։ Հիմա ուզում եմ, որ այս տանիքից բարձր իրար հետ գոռանք։ Գոռանք։ Հա։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը։ Կտուր KTM-ը։ Ամիո բանկը։ Մուսա Production։ Սրտի տանիքներով։